Եկեք անկեղծ լինենք, ոչ միայն ողբերգական դեպքերով, այլև շատ որոշակի անորոշություններով է սկսվել 2015 թվականը։ Եվ ամենագլխավոր անորոշությունները իհարկե Գյումրիում կատարվածի հետ են կապված։ Բոլորս ենք ուզում հասկանալ, թե ինչ կատարվեց։ Բոլորս էլ բնականաբար լավ հասկանում ենք, որ սովորաբար իրականությունը պարզելու համար ժամանակ է պետք, իսկ քննչական մարմինները չեն կարող եւ պարտավոր էլ չեն ամեն նոր հանգամանք պարզելուց հետո անմիջապես տեղեկացնել այդ մասին հանրությանը, թեև իհարկե լավ կլիներ, որ հենց այդպես լիներ։ Եվ այնուամենայնիվ նման դեպքերում գոնե արդեն հրապարակված տեղեկությունների հետ կապված անորոշությունները պետք է որ նվազագույնի հասցված լինեին, որովհետև մինչև վերջ չպարզված յուրաքանչյուր հանգամանք միանգամից կասկածների առիթ է տալիս։ Իսկ համաձայն եք բոլորս էլ շահագրգռված ենք, որ գոնե այս դեպքում բացարձակ ոչ մի կասկած չմնա։ Շատ հեռու եմ այն մտքից, որ ինչ-որ մեկը ինչ-ինչ պատճառներով ուզում է ինչ-որ բան թաքցնել, համենայն դեպս թե հայաստանցի, թե ռուսաստանցի բազմաթիվ պաշտոնյաների հավաստիացումները դրա առիթը բոլորովին չեն տալիս։ Պարզապես որպես լրագրող չեմ կարող չփաստել, որ այն սուղ մանրամասները, որոնք արդեն հրապարակվել են, էլի անորոշություն են պարունակում։ Բնականաբար չեմ կարող համապարփակ վերլուծություն ներկայացնել ու երևի դրա իրավունքն էլ չունեմ, ուզում եմ միայն որոշ հանգամանքների վրա կանգ առնել։ Օրինակ, գոնե ինձ համար այդպես էլ մինչև վերջ պարզ չեղավ։ Երբ ռուսաստանցի զինծառայողը որոշել էր զենքով թողնել զորամասը, ինչ մտադրություն ուներ այդ պահին։ Միայն մեջբերումներ անեմ, ուրիշ ոչինչ։ Գիտեք, իհարկե, հայաստանցի փաստաբաններից մեկը ներկա է եղել զինվորի հարցաքննությանը, չի դիմացել, հուզվել է եւ ի վերջո հրաժարվել է այդ գործի հետ առնչություն ունենալուց, բայց այդ կնոջ պատմածը բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցներ հրապարակել են, մեջբերեմ։ Նա ասաց, որ լքել է զորամասը, որպեսզի գնա ու Մանգա քաղաքում 2 ժամ պտտվելու էի ու նորից վերադառնայի պոստին, վկայակոչում է փաստաբանը զինվորին։ Թողնում եմ առանց մեկնաբանության, հիմա երկրորդ մեջբերումը բոլորովին այլ աղբյուրից։ Դեպքի հաջորդ օրը հունվարի 13-ին Life News ռուսաստանյան գործակալությունը հաղորդել է բառացիորեն հետևյալը վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ սպանություն չի ծրագրել, բայց փախուստ ծրագրել է։ Նա չէր ուզում ծառայել բանակում, իսկ մարդկանց սպանել է վախենալով, որ իրեն կմատնեն։ Նկատեք, Ռուսաստանի պաշտպանության նախարարության այդ աղբյուրը 2 անգամ շեշտել է, ծրագրել է փախուստ, չի ցանկացել ծառայել բանակում։ Ասեմ նաև, որ հենց այս վարկածի հիման վրա արտասահմանյան, այդ թվում ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ վերլուծություններ են արել, փորձել են հասկանալ, թե բանակից խուսափողը ինչու պիտի նման հրեշավոր հանցանք գործած լիներ, մինչդեռ հայաստանցի փաստաբանի վկայությամբ զինվորը բոլորովին այլ վարկած է ներկայացրել, ուզում էի պարզապես 2 ժամ ման գալ քաղաքում եւ վերադառնալ զորամաս։ Չեմ հաբարձակվի որևէ մեկնաբանություն, ենթադրություն, առավել եւս որևէ եզրակացություն անել, ուղղակի հույս կարող եմ հայտնել, որ այս տարաբնույթ հակասական տեղեկությունների վերաբերյալ մասնագիտական, շատ հիմնավորված ու փաստարկված բացատրություն հայաստանյան հասարակությունը այնուամենայնիվ կստանա։ Էլի այդպիսի հանգամանքներ կան, չեմ ուզում շատ ծանրանալ դրանց վրա, որովհետև հանցագործությունը բացահայտելու տեսակետից այնքան էլ էական նշանակություն չունեն։ Օրինակ, հայաստանյան բոլոր աղբյուրները, պաշտոնական թե լրատվական, հանցագործության մեջ մեղադրվողին անվանում են ուղղակի ռուսաստանցի զինծառայող, չնշելով զինվորական կոչումը։ Մինչդեռ այն լուսանկարում, որը հրապարակվել է եւ բոլորդ էլ իհարկե տեսել եք,
կարծես թե նրա ուսադիրների վրա երկու ժապավեն է երևում, ինչը համապատասխանում է կրտսեր սերժանտի կոչմանը, չգիտեմ, գուցե նման բան չկա, աչքիս է երևում այն պատճառով, որ բոլորի նման ես էլ եմ այս լարված օրերին չափից դուրս կասկածամիտ դարձել, Համենայն դեպս փաստ եմ, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամլոյցարայության հաղորդակցության մեջ, որը տարածվել է կասկածյալին բռնելուց անմիջապես հետո, կան այսպիսի տողեր։ Հետագայում պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակովն է։ Կասեք լավ, ինչ նշանակություն ունի սերժանտ է, թե շարքային, արդյոք դա որևէ բան փոխում է։ Լիովին համաձայն եմ, բացարձակ ոչինչ չի փոխում։ Ուղղակի գիտեք, նման դեպքերում, երբ հայաստանյան ողջ հանրությունը այս աննախադեպ ոչռագործության հետ կապված յուրաքանչյուր աննշան հանգամանք, մանրուք խոշորացույցով է ուսումնասիրում, լավ կլիներ, որ գոնե հրապարակված սուղ տեղեկատվությունը հնարավորինս քիչ հարցականներ պարունակեր, որովհետև համաձայն եք, նման դեպքերում, երբ Հայաստանում, վստահ եմ նաև ոչ միայն Հայաստանում, որևէ մեկը անմասն չէ կատարվածից եւ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ընկալվում է որպես մեր բոլորիս անձնական ողբերգություն, չափազանց կարևոր է մի բան՝ վստահություն, որ ամեն ինչ կբացահայտվի մինչև վերջ, որևէ բան մութ չի մնա, չէ որ վստահության այս խնդրի հետ արդեն բախվել ենք հենց Գյումրիում տեղի ունեցած բախումների ձևով, եթե ոչ վստահության պակասով, էլ ինչով կարող եք բացատրել այն հանգամանքը, որ մարդիկ հիմա պահանջում են գործն ամբողջությամբ փոխանցել հայաստանյան մարմիններին, թեև սովորական պայմաններում հենց այդ նույն մարմիններից էլ դժգոհում են։ Վստահության հարցը բոլոր ժամանակներում միշտ էլ առաջնային է եղել բոլոր իշխանությունների համար, բայց արտակարգ պայմաններում վստահության հարցը արտակարգ նշանակություն է ստանում, հուսով եմ, որ այս պարզ ճշմարտությունը գիտակցում են բոլորը, թե հայաստանյան, թե ռուսաստանյան իշխանությունները, պատկան մարմինները, թե մեր ողջ հասարակությունը։ Հիմա դա է ամենից կարևորը՝ վստահությունը։ Հոդեմ չեք։